Երբ որ ես Կանադայում էի ապրում, ես ապրում էի եւս երկու սենյակակցի հետ ու մի օր իրանցից մեկի հետ սենց երկար խոսում էինք ու ես իրեն հարցրեցի ո՞րն է քո երազանքը։ Ու ինքը ինձ ասեց իմ երազանքը թանգարանում աշխատելն է։ Ու ես սենց արմացա ասացի թանգարանում ինչ աշխատել է։ Ասես դե սենց ուզում էքսպոզիցիաներ ցույց տամ մարդկանց, բացատրեմ ինչ են եւ այլն։ Ու ես ասես դե այդքան էլ երազանք չի էլի, մենք արդեն 4-րդ կուրսում էինք ու ոնց որ մյուս տարի ինքը ավարտում էր ու հանգիստ կար ընդունվեր այդ աշխատանքի, դրա համար տենց իր երազանքից մի տարի էր ընդամենը հեռու։ Ու ես սկսեցի մտածել, որ մարդկանց մեծ մասը երբ որ մեծանում են, տարիքի հետ գնալով իրանց երազանքի պլանկան սկսում են իջացնել, որտեվ բախվում են կյանքի տարբեր դժվարությունների ու հասկանում են, որ իրանց երազանքը այդքան էլ հասանելի չի ու իրագործելի չի, բայց էսի հենց այդ մարդկանց ամենամեծ սխալն է։ Երազանքի իմաստը հենց այն է, որ ինքը պետքա չլինի հասանելի։ Երբ որ քեզ հարցում են քո երազանքը որն է, դու պետք է անենց աբսուրդ բան պատասխանես, որ քո դիմացինը մտածի, որ դու ինչ որ ինֆանտիլ կամ դեբիլոտ մարդ ես։ Որովհետև երազանքի իմաստը այն է, որ այն քեզ ուղղորդի, ճիշտ ուղղության վրա դնի ու դու այս երազանքին ձգտելով, մոտիվացված լինելով աշխատանք կատարես, որը դու չէիր կատարի ռեալիստ լինելով։ Ռեալիստ մարդը կյանքում անենց աշխատանք չի կատարի, ինչը կկատարի այն մարդը, ով որ ունի շատ մեծ ձգտում ինչ որ երազանքի համար։ Դրա համար ձեր մեջ այդ երեխայական ձգտումը ինչ որ սենց աբսուրդ մեծ աստղաբաշխական բանի հասնելու մի սպանեք, որովհետև այս համ ձեզ երջանկացնելու է, համ դառնալու է ձեր կյանքի իմաստ, ու բացի դրանից նույնիսկ եթե դուք սրան չհասնեք, դուք կարաք շատ մեծ բարձունքների հասնեք միայն այս երազանքը դեպի ձգտելով։